Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրվարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված եւ զորամասերի պահեստներում առանձնապես խոշոր չափերի շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրը իր արժեքից շուրջ 10 անգամ ցածր գնով 50-ից 450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին։ Բացի դրանից պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կես տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր։ Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության եւ պաշտոնական կեղծիք տարածելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի առաջին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու եւ իրացնելու համար Հայաստանի քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նաեւ ջերմատեսիլ սարքերի գնորդի։